բանից, որ տոտալ հավասարության կոնցեպտ չի կարա գոյություն ունենա առհասարակ։ Դու փորձ ունեցել ես ընտանեկան կյանքի։ Դե բացի այդ, միգուցե մեջակցություն չի լացում, բայց դա վերածվում է ագրեսիայի։ Տղամարդը պետք է իրեն զարգացնի 3 ուղղություններով՝ մտավոր, ֆիզիկական ու հոգևոր։ Մեքենա, բնակարան, հեռախոս։ Եթե 2 շաբաթ մենք շփվել ենք, ես պետք է արդեն ասած լինեմ, արի գնանք կոֆե խմենք։ Այն բոլոր աղջիկներին, ովքեր ասում են, որ դե երևի զբաղված է, դե երևի ամաչում է, դե երևի պատրաստ չի։ Բան մի մտածի, կարող խնդիրը քո մեջ չի, կարող մեռել է։ Couple գտնելու մարտահրավերը 35+ անձնավորության համար։ Դա դավաճանության դրսևորում է։ Իսկ կոտրել է ցանկությունը էլի նորից ընտանիք կազմելու։ Ընտանիքի ամրության գրավականը դա Բարև ձեզ սիրելի ոդկասթասերներ, սիրելի այլ կարծիքասեր, ֆանտաստիկ գեղեցիկ համայնք։ Ես եւ այս պահին ինձ թվում է Նելի ուսը շողշողում ենք ձեր էկրաններին, որը վկայում է, որ Նելին էլ կրկին այս եթերաշրջանի արդեն երկրորդ էպիզոդում ինձ հետ է, բայց շուտով կլինի նաեւ առանձին այդ մասին ավելի ուրիշ ինքը կամ կասի կամ միանգամից անակնկալ կանի, ուզում եք մի հատ արի որ տեսնեն չեմ ստում դու էլ ես։ Ես կամերա ունեմ ստե։ Հա, ինքն կամերայել են տվել ես անգամ իրան։ Եթե ես ու Նելին իրար կողք ենք նստած, նշանակում մենք ունենք հյուր, որին քիչ անց կներկայացնենք, բայց այսօր Նելի աշխատանքային պարտականությունները ես եմ կատարելու, քիչ հետո կիմանաք ինչի, մինչև ունենք անելիքներ եւ ասելիքներ։ Ասելիքների շրջանում մեջ շնորհակալություն է բոլոր մարդկանց, ովքեր այս բանը նայում են, ովքեր մի քիչ ավելի ուշ են դիտելու, բայց դիտել են ովքեր սրտատրոպ սպասում են երկու շաբաթը մեկ մեր պսպղալուն, նաեւ այն մարդկանց, ովքեր ամեն դեպքում որոշել են, որ մի բաժակ կոֆեի փողով կար մեզ օժանդակեն, ով էլ չի որոշել հիանալի օր է այսօր, ծմրան վերջին օրը, այս տարի նահանջ տարի չէ։ Ծմրան վերջին օրով այդ որոշումը կայացնելու, ասես ամբողջ նեգատիվը ձմեռը թողնելու եւ բարի գործով գարուն մտնելու հիանալի հնարավորություն։ Բաժանորդագրվեք գոնե, չկա։ Տրադիցիոն մունատ վաղուց չի եկել։ Բաժանորդագրվելուց հետո միահամուռ կերպով եկեք շնորհակալություն հայտնենք մեր եւ ձեր սիրելի Էվոկային, որովհետեւ թերևս նրանց օգնությամբ օժանդակությամբ ու մեր արած գործի հանդեպ ունեցած մեծ հավատի արդյունքում է, որ մենք այսօր ես Նելի ուսը այս պայդրությամբ մեր հյուրը պսպղում են, հյուրը չի պսպղում, բայց այսօր տեսնեք կտենք ինչ շողում ինքն էլ կամերա ունի, իր կամերա օբյեկտիվն է, լավ թանկարած օբյեկտիվ է։ Anyway, շնորհակալություն Էվոկաբանկին մեզ սատարելու համար։ Էվոկաբանկը գովազդի կարիք միշտ ասել եմ չունի, որովհետև ինձ համար ամենաճանաչելին է ընդհանուր բանկային համակարգում։ Իսկ թե ինչ պրոդուկտի մասին ենք այսօր խոսելու, ընթացքում կխոսենք կիմանաք։ Հիմա ինչ վերաբերում է մեր պսպղացող հյուրին, ուրեմն մենք շատ նամակներ ենք ստացել այս ամբողջ ընթացքում вообще բոժո մոյ ընդհանրապես այլ կարծիքի գոյության ընթացքում, որ ինչու՞ չեք հրավիրում Տղամարդկանց պահանջատիրորեն։ Հասնց կատեգորիկ իմպերատիվով հնչող։ Հատկապես տղամարդիկ են պահանջում իրանց ձայնն էլ ներկայացված Այո, բայց հենց այդ տղամարդկանց ասում ես կգաս խոսես եւ բայց կան համարցակ տղամարդիկ, որոնք արդեն եղել են մեր եթերում եւ շարունակում ենք պեղել եւ գտնել։ Այս անգամ իմ ընկերների անցել եմ իմ ընկերների եւ տերորի ենթարկելով մեր փորձասրույց վերցնելու եւ ոդկասթի մասնակցելու։ Այսօր մեր հյուրը իմ շատ լավ ընկեր Ալեքսն է։ Ալեքսի բիոգրաֆիան եթե թվարկենք, երևի այս եթերաշրջանը չի հերիքի, բայց եթե կարճ ներկայացնենք, փաստաբան, դասախոս Հայաստանի բավական տարբեր ուսումնական հաստատություններում, իդեմս AUA, ֆրանսիական համալսարան, ազգանուն էլ ունի Ալեքսը բնականաբար Ալեքսանդր Հարությունյան, բայց մենք նրան այսօր կարճ կանվանենք Ալեքս։ Привет, Ալեքս։ Для друзей Ալեքս, իսկ մենք այսօր ընկերներով ենք։ Hello։ Բարև ձեզ, այո, մենք այսօր ընկերներով ենք, շնորհակալություն ու հուսամ ոդկասթից հետո էլի կմնանք ընկերներ։ Մենք կմնանք ընկերներ, այդ թե ինչքանով դու կձեռք բերես նոր ընկերներ, թե ճշտամիներ, այդ որովհետև մեկ լինում է, մենք նախորդ անգամ էլի շատ լավ ընկերներից մեկին հրավիրել ենք ու դրանից հետո ինչ-որ նամակներ ստացանք, որ նա խոսում էր, նրա խոսացածը մի կողմ, բայց դուք տմբասնում եք, ժորտ, նախ լավ ենք անում, որովհետև ամեն դեպքում մեր սահմանադրական իրավունքների շրջանակում է տմբացնելը, փաստաբանը չի թողի ստեմ, եւ երկրորդ հաղորդումը կոչվում է այլ կարծիք ու կանչել բացառապես համախոհներին նստել, ասել, խոսել ու ավարտել, այդ մի քիչ այդքան էլ
օգ չի։ Դրա համար ովքեր շատ սենսիտիվ են, կարող են միգուցե բաց թողնել այս էպիզոդը, բայց միշտ տեղ կա լսելու եւ բարձրախոս տալու տարատեսակ այլ կարծիքների անկախ նրանից մենք դուք այլք համամիտ են թե համամիտ չեն։ Տենց, Ալեքս, Ես ո՞նց ես։ լավ եմ, շնորհակալություն։ Ճիշտ ասած, ինձ ես քեզ չէի կարա մերժեի, բայց ամեն դեպքում Չգիտեմ ինչի եմ ես իմաստել։ չգիտեմ ինչի մեջ եմ ինձ իմ ոտով գցել։ Հուսամ ինչպես ասեցիք, շարունակենք մենք ունենալ ջերմ ընկերական հարաբերություններ։ Մենք միանշանակ որտեղ կասում եմ շատ քիչ մանկավոր մենք իրար մասին չգիտենք, ինչն էլ չես ուզի որ այլ կիմանան, բնականաբար երբ տեսնես չէ կարմիր գծեր ենք հատում, մենք ամեն դեպքում հարգում ենք դիմացինի անձնականն եւ անձնական տարածքը հանգիստ կարող ես չպատասխանել, իսկ ամեն դեպքում մենք հարցնենք, պատասխան։ Եվ այսօր ինչից ենք ուզում խոսենք, որովհետեւ Հայաստանում շատ է խոսվում ու մենք այդ թվում նաեւ միշտ բարձրաձայնում ենք կանանց խնդիրները, հա, որ չգիտեմ, կինն աբյուզի մեջ, կնոջ իրավունքներն են ոտնահարված եւ այլն, բայց երևի թերևս միակներից ենք, չեմ ուզում տենց ամպագորգոր ինչի որ միակներ, բայց հաստատ են եզակիներից ենք, որ խոսում ենք նաեւ տղամարդու տեսանկյունից ու ներկայացնում ենք նաեւ տղամարդկանց խնդիրները, մի քանի էպիզոդ ունեցել ենք դեռ 22 թվի աուդիո ֆորմատում տղամարդկանց մարտահրավերները, առհասարակ տղամարդ լինելու մարտահրավերները Հայաստանում, ու այսօր ուզում եմ խոսենք, նախ զրույցը սկսենք, հետո ոնց կծավալվի նրանից թե ինչ մարտահրավերներ ունի այս պահին 30+ կայացած սիմպատիշնի խելացի ազատ իմ իմացած երևի այն եզակի բարձր IQ-ով տղամարդկանցից մեկը Հայաստանում couple գտնելու կամ արդյոք այս տարիքում ու այս կարգավիճակում դեռ ցանկություն կա ինչ որ պարտներ գտնելու կամ արդյոք փնտրում ես ինչ կպատմես քո single կյանքից լավ sense ասեմ Լավ անցնում այնքան հարցը չգիտեմ որտեղից սկսեմ որտեղով ավարտեմ նախ այդ abuse բառը այնքան է օգտագործվել ամեն ինչի վերաբերյալ օգտագործումը abuse մենք մի քիչ ծայրահեղությունների հասարակություն ենք որ դա դրսևորվում է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում սկսած մեր առօրյայից վերջացած քաղաքական կյանքով այդ հռետորաբանությունը շատ ծայրահեղական է դրա համար այդ abuse բառը չգիտեմ ինչքանով է կիրառելի ամեն դրվագում չի որ կիրառելի է դա abuse կոչված է Հիմա մենք քեզ abuse ենք ենթարկելու ես ընթացքում բարբերաբար դու ինչքանով է կիրառելի բայց ես ասեմ քեզ դու ինձ բավականին հաճախ abuse-ի ենթարկում ես օգտվելով նրանից որ ես չեմ կարա փոխադարձաբար այդ նույն abuse-ը քո հանդեպ կիրառել Եկել ես անեմ լավ Ես էլ ստեղ եկանք են նրան որ իրավունքների ու պարտականությունների տեսանկյունից հասարակական ակնկալիքների տեսանկյունից տղամարդիկ եւ կանայք շատ տարբեր իրականություններում են ապրում Շատ ճիշտ է, ես է շատ տմտմբացնում եմ Ահա, իմիջայլոց անդրադառնանք տմտմբացնելու սահմանադրական իրավունք չկա Կարանք podcast հետո մտածենք ինչի տակ մտցնենք, էլի որ իրավունքի տակ տմտմբացնելը դնենք Ինչ վերաբերում է ակնկալիքներին եւ այլն նայեք ժամանակակից աշխարհը վերջին 100 տարվա ընթացքում շատ ավելի շատ է առաջ գնացել տղամարդկանց եւ կանանց հավասարության տեսանկյունից, քան մինչև այդ հարյուրավոր տարիների ընթացքում հազարավոր բայց դա իր մարտահրավերները եւս վերում է այսինքն իրավահավասարությունը փոխանցվել է տոտալ հավասարությամբ եկեք սկսենք նրանից որ տոտալ հավասարության կոնցեպտ չի կարա գոյություն ունենա առհասարակ որովհետեւ ամեն մեկը կախված սեռից, տարիքից, մասնագիտացումից, սոցիալիզացիայից եւ այլն, ունի իր սկզբնական ինչ որ մի կետ, նույն կետին հասնելու համար տարբեր մարդիկ շատ տարբեր ճանապարհ են անցնում, ինչ վերաբերում է սեռերին, տղամարդիկ էլ կանայք էլ ունեն իրանց ֆունկցիաները հասարակության մեջ, իրանց փոխհարաբերություններում եւ այլն, տոտալ հավասարություն իմպլեմենտացնել կանանց եւ տղամարդկանց միջեւ ճիշտ չի Միևնույն ժամանակ, այո, շատ իրավունքներ կան, որոնցից կանայք տևական ժամանակ զրկված են եղել, գիտեք, շատ հաճախ տղամարդկանց ու կանանց ինտելեկտի տարբերությունը համեմատողները ելնում են այս օրինակն են բերում, ասում են, ասեք մի գիտնական կին, ով ինչ որ բան է ստեղծել,
ասում ես Մարի Քյուրի 2 հատ Նոբելյան մրցանակ, ասեն բացի իրանից, սրա ալտերնատիվը ասեն եկեք արգել ենք կանանց կրթություն ստանալ մինչև 19-րդ դարի վերջ, հետո ասենք որ գիտությանը ոչինչ չեն տվել։ Չէ, բայց բազում կին գիտնականներ կան 19-րդ դարի վերջից սկսած, որոնց ձեռքբերումները գրանցվել են, հա, նվիրվել են ամուսնուն։ Այո։ Մենակ գիտության մեջ չէ, ինչի Ժորժ Սանդ գրողի մասին լսել եք, կին էր, չի վերջը, բայց տղամարդու կեղծանունով էր հանդես գալիս։ Հիմա մարտահրավերները, եկեք հասկանանք ակնկալիքները տղամարդկանցից, որոնք են։ Կանանց ակնկալիքները տղամարդկանցից, թե հասարակության սոցիալական, ես չեմ կարող ասեմ կանանց ակնկալիքները որոնք են, որովհետև կանայք էլ շատ տարբեր են լինում։ Մեկ կանայք էլ չգիտեն իրենց ակնկալիքները որն է տղամարդկանցից։ Ես կկտրեք։ Չէ, մենք համամիտ ենք ստեղել ենք տմբացնում ենք։ Նայեք, տղամարդու ակնկալիքն է, որ ինքը նենց ասած իր ընտանիքի նվազագույն կարիքները ապահովի։ Սա նորմալ է։ Սա նորմալ է իմ կարծիքով։ Տղամարդկանցից ակնկալիքներ կա, օրինակ չնվնվալու։ Էլի ինձ թվում է նորմալ է։ Կարծում ես նորմալ է, Ալեքս, որովհետև այդ շատ տարածված ու իմ համար, իմ կարծիքով, շատ արատավոր բան է, երբ տղամարդուն արգելում են էմոցիա արտահայտել։ Էմոցիա արտահայտելու ու նվնվալու մեջ երկու շատ մեծ անդունդ կա։ Այսինքն էմոցիա արտահայտելը նվնվալու մի հատ կնվնվաս տեսնի։ Չեմ կարող։ Նայ, չէ, կատակ եմ անում իհարկե։ Ամենօրյա դժգոհությունը առօրյայից, հանգամանքներից եւ այլն, այն հանգամանքները, որոնք դու գտնվում ես, դրանք քո հանգամանքներն են, ու եթե դու այդ հանգամանքներում ես, դու որպես կան ունես գործիք հա կազմում այդ հանգամանքներից դուրս գալու համար, եթե քեզ ձեռնտու չեն, կամ այդ հանգամանքների մեջ լավագույն ինչ որ արդյունքը գեներացնելու համար։ Ես չեմ տեսել այսքան ժամանակ, որ մարդ լինի հանգամանքներում, որոնցից անհնար է դուրս գալ։ Ուրիշ հարց, որ դուրս գալու ճանապարհը կարող է տհաճ լինի կամ վերջնարդյունքը տհաճ կարող լինի կամ մեր ուզածը չլինի, բայց կաթիլ փոքր քայլերով ակնկալիքներ կա տղամարդկանցից լռելու իրանց էմոցիաների մասին իմիջիայլոց հասարակության մեջ դա էլ կա, օրինակ տղեն չի կարող լացի, շատ արատավոր բան է իմ համար։ Էմոցիայի արտահայտման տարբեր ձևեր կան, շատ տարբեր ձևեր կան, բայց դրա համար է տղամարդկանց մեծ մասը օրինակ ասենց սաղ մեջակցում 40 տարեկանում ինֆարկտից մեռնում։ Դե բացի այդ միգուցե մեջակցում չի լացում, բայց դա վերածվում է ագրեսիայի։ Ու վերածվում է ագրեսիայի ավելի թույլերի, հիմնականում երեխաների, կանանց ինչ որ կենդանիների հանդեպ։ Այլոց հանդեպ ագրեսիան դրսևորում է այն պարագայում, երբ դու ինքդ ներքին անբավարարվածություն ունես ինքդ քեզնից։ Ես չեմ տեսել ներքին բավարարված մարդ, ով ուրիշների հանդեպ ագրեսիա դրսևորի։ Չի սահմանափակում ինձ թվում է բանը, ներքին անբավարարվածությամբ ագրեսիան, որպես դրդապատճառ, բայց հա կարևոր մաս է, կարծում եմ։ Ամեն դեպքում այդ չարտահայտված զսպված էմոցիան, հիմա ես տղամարդ չեմ եղել, չգիտեմ, բայց կանանց պարագայում առհասարակ մարդկային, շատ մարդկային է չարտահայտած էմոցիա, ինչ որ միտեղից գմփալով դուրս գալ է, դա կարող լինի սրտի կաթված, դա կարող լինի ինչ որ պորտկում, դա կարող լինի ինչ որ անադեկվատ պահված, դա կարող հասցնի անձնային կրիզիս ապրես, հա։ Նայեք, sense ասել էլի, կրիզիսների միջով բոլորս անցնում ենք, հենց այդ կրիզիսների միջով անցնելով ենք մենք աճ գրանցում անձնային, հոգեբանական եւ այլն։ Բայց միևնույն ժամանակ եկեք նայենք կրիզիսի միջով անցնող տղամարդը, մեկը եթե ինքը չունի զույգ, մյուսը եթե ինքը ունի զույգ, այսինքն ինքը գնում է տուն, ինքը մենակ է կամ ինքը գնում է տուն, իրան այնտեղ սպասող մարդ կա։ Շատ երկու տարբեր մեթոդ կա, եթե այդ մարդը գնում է տուն, ու ինքը իր զուգընկերոջ հետ չի կարա նստի խոսա, կիսվի ընդհանուր ելքեր գտնեն եւ այլն։ Ինչի ելնելով չի կարա, այս էլ շատ տարբեր սցենարներ ունի։ Կարող է այդ տարբեր ձև են մտածում, տարբեր սոցիալիզացիա ունեն եւ այլն, ամուսնացել են ու հետո էլի կուլտուրային զոհ գնալով իրար հետ չուզելով ապրում են կամ ասում են երեխեքի խաթր իրար հետ ապրենք,
Իմիջիայլոց սա իմ գնահատմամբ շատ սխալ մոտեցում է, որովհետև ինչքան էլ հա լավ է, որ երեխան ամբողջական ընտանիքում ապրի, բայց եթե ինքը տեսնում է ընտանիքի այն մոդելը, որտեղ իր ծնողները ապրում են նույն տանիքի տակ իրարից առանձին կամ էլ ասեմ թշնամաբար, այդ երեխան մոտ ընտանիքի մոդելը աղավաղվում է առհասարակ։ Ինչ վերում է էմոցիա արտահայտելուն, շատ լավ է, որ դու ունես զուգընկեր, ում հետ կարաս խոսես, կիսվես, նույն ինտելեկտուալ, հոգեբանական, էմոցիոնալ հարթությունում եք գտնվում։ Ուրիշ բան է, երբ որ դու մենակ ես, դրա համար էլի ձևեր կա այդ էմոցիան մեջը չպահելու։ Բնականաբար ընկերների հետ կարաս խոսես, բայց մեկը բացվածության այն աստիճանը, որ դու կունենաս ընկերոջդ հետ, չի կարա փոխարինի այն բացվածության աստիճանը, որը պետք է լինի քո զույգի հետ։ Դրա համար եթե տեսնենք բավականին մեծ քանակով տղամարդիկ 35+ տարիքում ինչ որ լրիվ տարօրինակ հոբիներ են ձեռք բերում։ Լավ, տարօրինակ չէ, բայց ինչ քանակի տղամարդիկ են 35-40 տարեկանից հետո սկսում, չգիտեմ, մարաթոն վազել, սկսում լեռներ գնալ, ինչ որ մարտարվեստներով զբաղվել, մոտո են առնում։ Ասեց մարդով ուզում է Աննապուրնայի վրա երկրորդ զախոդի ժամանակ մնա, չէ։ Այ Աննապուրնան երազանքա, որ ես գիտեմ մի կատար չի ածվելու, մի պարզ պատճառով ես պատրաստ չեմ այդքան տևական ժամանակ ինձ նվիրեմ Աննապուրնա բարձրանալուն պատրաստվելուն։ Երկրորդը, շատ ճիշտ նկատեցիր, ես ասածներից ես համարյա ամեն ինչ բացի մոտոյից ես արել եմ մինչև 35 տարեկանը։ Մարտարվեստներով զբաղվել եմ, սարեր բարձրացել եմ։ Պետք է վիրահատեմ։ Սարեր բարձրացել եմ, մարաթոն վազել եմ, մենակ մոտո չեմ քշել, բայց դե 40-ից հետո մի բան պահել եմ 40-ից հետո midlife crisis-ի համար ես պահել։ Այո։ Բայց էմոցիաները մեջոց չպահելու տարբեր ձևեր կան։ Ու հա ես գտնեմ, որ էմոցիաները պետքա դուրս գան։ Ուրիշ հարց, թե ինչ հաճախականությամբ ու ինչ մեթոդով։ Քո էմոցիաները զսպելը, ասենց տենես պրուժինի պես ծխում ես, ինքը պայթում է վաղ թե ուշ ու կողքդ ով կա, սաղին վնասում է։ Ու վնասում է քեզ ամենամոտ մարդկանց որպես կանոն։ Իսկ եթե մեջը չես պահում, ամեն անգամ այդ պրուն չի բանում, դու ամեն անգամ ասենց էմոցիաներդ աճ ու ձախ արտահայտում ես, մեջը չես պահում, բայց մեկ է տեսել, որ քո շրջապատը քեզ վանեցիր քեզ հարազատ մարդկանց կողքից է, որովհետև ոչ մեկ չի ուզում անընդհատ լսի քո խնդիրների մասին։ Ու երրորդն է անընդհատ խնդիրներիդ մասին խոսելով ամեն դեպքում դու քեզ թուլացնում ես։ Թե հասարակության աշխարհում, թե ինքդ քո տեսանկյունից, որովհետև ասենց ասած մեր մեջ կան տարբեր դրսևորումներ ու այն մարտիկը, որը ամեն տղամարդու մեջ պետքա լինի, անընդհատ երբ որ դու բողոքում ու դժգոհում ես, առանց լուծումներ փնտրելու, զուտ էմոցիաներ ես դուրս հանում, այդ մարտիկիդ ոնց որ քննացնես, իր ֆունկցիան դադարում է։ Գոյություն ունի։ Ես նաև կանանց վերաբերում եմ, չէ, սա ունիվերսալ է։ Առհասարակ ես ունեմ մոտեցում, որ տղամարդը պետք է իրեն զարգացնի 3 ուղղություններով՝ մտավոր, ֆիզիկական ու հոգևոր, ու ոչ միայն տղամարդը, այլև կինը։ Սրանցից ամենահեշտը ու արագ տեսանելին ֆիզիկականն է, ամենաբարդը հոգևորը իմ գնահատմամբ, բայց այս 3 ուղղությամբ պետք է զարգանալ, ու ես ինձնից չեմ ասում, եթե մենք նայում ենք իրար հետ չփոխկապակցված հին հասարակություններ, հին Չինաստանը ու հին Հունաստանը, որ երբեք չեն առնչվել իրար հետ, մենք տեսնում ենք, որ հույն փիլիսոփաները բացի նրանից, որ շատ ինտելեկտուալ տղեկ էին, նաև ֆիզիկապես շատ ուժեղ էին, պատրաստված տղերք էին, հա։ Տենց ասում են, որ Պլատոնը երբ որ հոգնում էր քննարկումներից կամ դիմացինի հիմարությունից վեր կանում ու տենց մկաններն էր սկսում ցուցադրել, որովհետև ամբշամարտի չեմպիոն էր, եթե չեմ սխալվում օլիմպիական խաղերի։ Կոնֆուցիոսը միշտ թուր էր կրում, ենթադրաբար օգտագործել է գիտեր։ Իսկ այս մարդիկ մենակ ինտելեկտին չէին տալի։ Եռամիասնությունը կար, մտավոր, հոգևոր ու ֆիզիկական։ Եթե գնանք մի քիչ ավելի մոտ հասկանալի մեր հանրության աշխարհ 20-րդ դարում մենք ունեցել ենք բազում գործիչներ, ովքեր այս երեքը արել են։
նույն Գարեգին Նժդեհը թե մտավոր, թե հոգևոր, թե ֆիզիկական զարգացվածությունը ապահովում էր իր մարտիկների։ Եթե գանք Արցախյան առաջին պատերազմ, մենք ունեցել ենք Լեոնիդ Ազգալձյանի նման հրամանատար, ով որ թե մտավոր, թե ֆիզիկական ու ամենակարևորը դիսցիպլինան իմպերատիվ պահում էր։ Դիսցիպլինան ներքին, եթե քանդվում է, մնացած ամեն ինչ քանդվելու է։ Շեղվեցինք մի քիչ։ Չէ, հետաքրքիր շեղվեցինք, բայց ինչ էի հարցրել։ Տղամարդու մարտահրավերները Հա, ժամանակակից։ հիմա վերադառնալով ամեն դեպքում մեր ժամանակից սոցիում, որտեղ շատ ցավոք քո նշած երամիասնությամբ աչքի ընկնող տղամարդկանց լուրջ պակաս կա, չեմ կարող ասել չկան, Տղամարդկանց չէ, մարդկանց։ Թերևս, որովհետև այս մի անգամ էլ եմ ասել, մարդիկ ինչ որ արտաքին անտուրաժի հետևից ընկած բավարարում են ինչ որ տենց հասարակությամբ թելադրված առաջնայնություն դարձած կրիտերիաներ իդեմս արտաքին հենարանների հագուստ, մեքենա, բնակարան, հեռախոս, զարդ եւ այլն, բայց որևէ ներդրում, որ ասես այդ երամիասնության ինչ որ մի բանը զարգացնում է, ես համենայն դեպս եթե կա էլ շատ քիչ է արվում։ Ինչքան մարդ գիտենք, որ ասում են ջիմի աբոնեմենտը վերցրեցի, 3 անգամ եմ գնացել, բայց ինքը այդ տարվա մեջ կարող է 2 անգամ ավտո փոխել։ Դե ինձ ամեն մարդկանց իրանց ընտրությունն է, եկեք նաև հասկանանք, որ այդ երամիասնության զարգացումը ինքը անընդհատ պետքա փոփոխական լինի, այսինքն եթե դու 15 տարի է ջիմի աբոնեմենտ ունես ու դու ամեն օր կամ շաբաթը 3 անգամ 15 տարի անընդհատ գնում ես ջիմ ու նույն վարժություններն ես անում, դու էլ չես զարգանում։ Փոփոխությունը, դու ընկնում ես ստագնացիայի մեջ։ Բայց եկեք այդ երամիասնության մասով շատ ճիշտ է, ֆասադը փոխարինել է բովանդակությանը մեր հասարակությունում շատ վաղուց, բոլոր ոլորտներում, չկա մի ոլորտ, որտեղ այդպես չի, բայց դա մենակ մեր հասարակությունից չի։ Դա համաշխարհային տենդենս է, համաշխարհային տենդենս է ու ինչն է ամենամեծ ազդեցությունը ունենում այսօր մարդկանց կայացման վրա։ Ու այսօր չէ, միշտ ամենածանրակշիռ էլեմենտներից մեկը դա մեդիան է եղել։ Այսօր մարդկանց մեծ մասը հեռուստացույց չի նայում, բայց TikTok, Instagram եւ այլն, դուք տեսել եք հայկական TikTok-ը։ Դժոխքի դարպասներ են բացվում։ Մարդկանց մի մասը քեզ թվում է, որ արարիչը այդ մարդկանց ստեղծելուց երևի շեղվել է, կիսատ է թողել որոշներին, որտեվ այդ մարդկանց արտահայտած մտքերը լսում ես ինտելեկտդ ընկնում է։ Ցավում է։ Մեր կինոները շատ մեր ֆիլմեր, ընդ որում չասենք բոլորը, բայց շատ ֆիլմեր մեր սկիզբն ու վերջը դու առանց նայելու գիտես ինչա լինելու ու իրանց պետք է նայել մենակ շատ ծանր աշխատանքային օրվանից հետո, երբ որ ինձ ուղեղդ այնքան է աշխատել, այնքան հոգնած է, պետք է մի քիչ բթացնես։ Հակառակ էֆեկտը ստանալու։ Ունենք, գիտեք, այն որ տենց ուժեղ պարապում ես ջում մկանները ցավում է, մի հատ տենց երման դուշի տակ ես մտնում կամ բանը որ հանգստանա մկաններդ, այդ էֆեկտն են տալի։ Բայց նայեք, մեր TikTok-ի աուդիտորիայի թիրախը դա ես չեմ, դա դուք չեք, դա 20 տարեկանները չեն, դա դպրոցական տարիքի երեխեքն են։ Ու մոտ այն ամենա կարևոր պերիոդներից մեկն է ձևավորման իրանց անձի անհատականության էության։ Ու երբ որ 8-ից 12 տարեկան երեխան տեսնում է, որ ինչ որ մարմնի ամեն կետը խզբզած սուբյեկտ անընդհատ ինչ որ մեծ գումարներ է ցուցադրում, մտնում է ինչ որ թանկանոց խանութներ, մի քանի միլիոն արժողությամբ ժամացույցներ է փորձում։ Այդ ես եմ նայում, հասկանում եմ, որ այդ մարդը այդ մի քանի միլիոնը իսկ երազում չի տեսե։ Բայց այդ երեխան ասում է հիմա նայեք, ես օրինակ ուզում դառնամ իրավաբան կամ բժիշկ կամ ես պետք է սովորեմ 12 չի հիմա դպրոցը։ Հետո մինիմում մի 6 տարի էլ սովորեմ բուհում, հետո աշխատեմ բան ու էլի 30-40 տարեկան կարող եմ միլիոնատեր չլինեմ, իսկ հենա երկու հատ TikTok կանեմ, հեռախոսի ունեմ, նկարել գիտեմ, կդառնամ միլիոնատեր, կգնամ նոմինալ Դուբայ, հիմա Դուբայն է, չէ՞, ամենա տենց հայտնի հարուստների տեղ։
Հարուստ կյանքի դեկադանսի միջավայրը հայ հասարակության համար Դուբայն է, չէ՞ դառել հիմա։ Նայում ես, բայց ինքը մտածում որ ինքը Դուբայի տեղը քարտեզի վրա քեզ չի կարա ցույց տա։ Ու փոխանակ այդ երեխան սովորի հասկանա ինչի է Դուբայը դառել Դուբայ, ինքը այդ արհեստական ֆասադի վրա է գնում։ Ու այդ TikTok-ը ազդում է իր աշխարհընկալման վրա։ Ու վաղը մյուս օր ինքը մեծանալու է, դառնալու է որոշում կայացնողներից մեկը։ Ու ինչ որոշումներ պետք է կայացնի այդ սոցիալիզացիայով անցած սուբյեկտը։ Այս մասով ծնողները ու հասարակությունը առհասարակ շատ անելու բան ունի։ Ալեքս, Ջան։ մենք շատ վաղուց ենք իրար ճանաչում, ես հստակ գիտեմ դու ոնց ես կարողանում թեմաներից շեղվես, բայց այս մակարդակի չէի պատկերացնում, ոնց կարաս հասցնես ու խոսած նրանց ինչից որ դու ուզում ես խոսած, հայ պագոս Ոչիլի անեկդոտն է։ լրիվ ոչիլի անեկդոտն է, բայց ես ամեն դեպքում կվերադառնամ հարցին։ Couple գտնելու մարտահրավերը 35+ անձնավորության համար։ Հա, լավ, Դուբայից հետ ենք։ Couple գտնելու մարտահրավերները։ Հիմա նայեք, հարաբերություններում յուրաքանչյուր մարդ ինչ որ բան է, չէ՞, այդ հարաբերություն բերում։ Իհարկե։ Նախ սկսենք նրանից, որ հարաբերությունը դա անընդհատ աշխատանք է։ Դա տրամադրության դրսևորում չի։ Չպետք է լինի։ Բայց շատ հաճախ Հայաստանում դրամատրության դրսևորումը շատ ըստ հավեսի չի։ Ըստ հավեսի չի, ըստ չգիտեմ, այդ պահի էմոցիայի չի, ըստ այդ պահի սեռական ցանկությունների չի եւ այլն։ Հարաբերությունը, գիտեք, հարաբերության մեջ ամենակարևոր էլեմենտներից մեկը նվիրվածությունն է։ Իսկ նվիրվածությունը նմանակ կրակի, ինքը գնում է դեպի վերև, ու դու անընդհատ պետք է այդ կրակը սնուցես ամեն օր։ Ինքը աշխատանք է ամենօրյա։ Ցավոք սրտի հենց այդ է, շատերը չեն հասկանում դա, չեն ընկալում։ Հիմա զույգ գտնելու տեսանկյունից ես կարող եմ ասեմ ինչ եմ ես բերում այդ հարաբերությունը։ Ու ես կարող եմ ունենամ որոշակի ակնկալիք, ինչա դիմացին է բերում։ Այ հենց այդ էլ ուզում Այդ եմ ասել։ ակնկալիքները հաճախ կարա Այդ ակնկալիքն ենք ուզում իմանանք։ Նա ասա դու ինչ ես բերում, ու հետո ասենք ակնկալիքներին։ Հիմա կասեմ մի բան, ինչը իմ համար տենց բազմիցս փաստական հանգամանքներով հաստատվել է, բայց ընտանիքի ամրության գրավականը դա կինն է։ Որովհետև ինչքան լսենք ամեն մեկը իր ֆունկցիան ունի, բայց կինն է այդ օջախի ջերմությունը պահում։ Շատ հաճախ ընկնում են ծայրահեղության մեջ, ասեն ես իմ համար կարիերան կկայացնեմ, հետո կգնամ այնտեղ, բայց տղամարդը այն ինչ որ կարա անի տղամարդը, օրինակ այդ նյութական էլեմենտը ապահովել, այսօրվա կյանքում կինը եւս կարա անի, բայց այդ օջախի հաճախ ավելի լավ, քան տղամարդը։ Տղամարդը չի կարա ապահովել, որովհետև ի ծնե իր մեջ այդ ֆունկցիան դրած չի։ Պրոստը դրած չի։ Եթե մենք նայում ենք տոտեմիզմի կոնցեպտը, մենք տեսնում ենք, որ տոտեմը ցեղը, ասենք, սկզբից մորական գծով էր փոխանցվում, որտեղ տղամարդը շատ հաճախ նախապետական հասարակարգում ինքար գնար շաբաթներով, ամիսներով որսի գնար ու չգա ուշ գար կամ ընդհանրապես չգար, ու դրա համար որ այտենց գերդաստանը չոչնչանար, մորական գծով էր անցնում։ Հետո հա, հորականը եւս ավելացվեց ու պատրիարխալը փոխարինեց մատրիարխալին ժամանակի ընթացքում։ Բայց հենց այդտեղ պետք է հասկանալ ինչ են բերում յուրաքանչյուրը։ Տղամարդ 30+ տղամարդը, ով կայացած է եւ այլն կարա բերի, կամ պիտի բերի ինչ որ ապահովության զգացում։ Բայց ինքը այդ օջախի ջերմությունը չի կարա ապահովի, ինքը չի կարա ապահովի ինքը իրան այն հենարանը, որը պետք է ապահովի կինը։ Այդ ինչ հենարան է։ Այն հենարանը, որի կարիքը իմ կարծիքով ցանկացած տղամարդ ունի, որ իմանա մի քանի էլեմենտ կա, բայց ամենակարևորներից մեկը այն է, որ իր կողքի կինը ինքը զգա, որ իր կողքի կինը վստահում է իրան ու իր ուժերին։ Որովհետև ամենավատ իրավիճակում տղամարդը ով այդ աջակցությունը իր կնոջ կողմից զգում է, այդ իրավիճակից կարում է դուրս գա։ Երբ որ դա ինքը չի տեսնում, ամենալավ իրավիճակում է ինքը կամ ամենա թեթև խնդրից ինքը կարող է պրավալ գնա։ Այստեղ հարց ունեմ։ Կարող է
աքսիոմ չի։ Չէ, ես շատ համոզիտ եմ, ես մի հատ մի քիչ այդտեղ կգումարեի նաև ընդունված լինելը։ Երբ որ տղամարդը զգում է, որ ինքը այդ միջավայրում մաքսիմալ տարածք ունի, ընդունված ու տեսնված լինելու նենց ոնց ինքը կա։ Ես Այո, դեռ հարց չխաղեմ, ինչ որ որովհետև բան քեզնից ցույց չտալու։ Արդյոք հնարավոր չի, որ այդ հավատալն ու վստահելը ոնց կա, չէ, սիրո լեզու, որ տարբեր մարդկանց մոտ սիրո լեզուն տարբերվում է եւ հաճախ հենց դրա տարբերության արդյունքում է, որ մարդիկ ինչ որ տարաձայնություններ ունենում ընդհանուր մինչեւ բաժանվել։ Հիմա կարա ու կա հաստատ նաեւ այդ վստահության տեսնելու, նկատելու appreciation ասվածի գնահատանքի լեզու։ Հա, մարդ կա ակնկալում է, որ այդ կինը ամեն երեկո այդ տղամարդու աշխատանքի գալուց հետո պետքա մի երկար տեքստով այդ ասի։ Կինը ունակ չի ասի։ Դրա փոխարեն օրինակ կինը ամեն ինչ անում է, որ այդ ամուսինը աշխատանքից կա ունենա ընթրիք։ Ինչ չգիտեմ, հարցեր կա, որ օրինակ կողմնորոշումը երբ այդ հարցը տա, երբ չտա, որովհետև ամուսինը ծանր օր ա ունեցել։ Ինչ-որ sense տարբեր բաներ, բայց այն որ չի ասում Вот ты моё золото, это чей пирожок тут пришёл, чьи эти лапки։ Խոսքերով ասելու մեջ չի, խոսքերը վերաբերմունքի դրսևորումը պետք է լինի։ Հիմա ներողություն, հիմա դու ասում ես վերաբերմունքի, որովհետև դու դա ես ակնկալում ենթադրաբար, բայց շատ տղամարդ կա, որ ակնկալում է հենց այդ փառաբանումը։ Իր բարի բուն իմաստով փառաբանումը, որ այն որ ես եկել եմ տուն, դու մի հատ չասեցի, ապրեմ ես, որ եկել եմ տուն։ Հարաբերության մեջ էգոն տեղ չունի։ Տեղ ունի էությունը։ Ահա։ Ու տարբերակենք էգոն ու էությունը, եկեք ցած իմ ընկալումները մի քիչ քրիստոնեական աստվածաշնչային լույսի տակ մեկնաբանեմ, որովհետև տենց կարող ավելի հասկանալի լինի։ Աստված որ Ադամին ու Եվային ստեղծել է իր կերպարով, այդ խոսքը տենց այս հոգին է դրել իրանց մեջ։ Այդ էությունն է։ Խնձորը ուտելով անկում են ապրել։ Ու ձևավորվել է էգոն, այսինքն ինչքան էգոն ուժեղ է, այդքան դու էությունից հեռու ես։ Այսինքն եթե խոսենք sense ճակերտավոր կրոնական էլեմենտով, ինչքան էգոտ ամուր է, այդքան դու սատանայի ազդեցության ներքո ես, այդքան քո էությունից Աստծուց հեռացել ես։ Չգիտեմ, կրոնական էլեմենտով սա ավելի հեշտ է բացատրել, բայց զուտ կրոնականը չնայենք սրան։ Հիմա ասածս այն է, որ երբ որ գալիս է էգոն, գալիս են տարբեր տեսակի մթագնություններ, որոնց հիմքը տգիտությունն է, որտեղ մեր բոլոր մթագնությունները գալիս են տգիտությունից։ Եթե մարդ չունենա տգիտություն, ինքը չի անի վատ քայլեր դիմացինի նկատմամբ։ Սա ամեն ինչը տգիտությունն է։ Ու եթե մարդը ուզում է անընդհատ փառաբանվի, անընդհատ, ինքը ուրեմն ինչ որ անառողջ տարի սնուցման կարիք ունի։ Այլ կերպ ասած, երբ որ չգիտեմ, թոքերի խնդիր ես ունենում, դու չես գնում ու սկսում անընդհատ ծխել։ Ստեղ նույնն է, ուղղակի ֆիզիկական խնդիրը շատ ավելի տեսանելի է, իսկ անառողջ այդ սնուցումը հենց այդ է գալի, ասել եք տոքսիկ տղամարդկություն, այդ տոքսիկ մասկուլինիզմ, ոնց կասենք, այդ կոնցեպտը ձևավորվել է, այդ է լայնորեն կիրառվում է ամեն ինչի վրա, այսինքն տոքսիկ առնականությունը կիրառվում է նրա վրա, որ դու կնոջ համար դուռը բացում ես կամ փորձում ես օգնես ինչ որ բան նորմալ է, կա հասարակության նորմեր, կա բնականաբար տղամարդիկ ավելի շատ են պարտական շատ առումներով կանանց։ Ես չեմ ասում, որ կինը պետքա թույլ լինի։ Կդնենք հաղորդման ամերնագիր։ Ես չգիտեմ, որ չեմ ասում, որ կինը պետքա թույլ լինի, բայց կինը պետքա զգա, որ եթե ինքը ուզենա, կարա լինի թույլ։ Շատ լավագույն ձևակերպումն է, ես որ այդ ձևակերպումն եմ։ Եթե կինը թույլ է, ավտոմատ տղամարդն էլ է թույլանալու, եկեք չընկնենք թյուր պատրանքների մեջ, կանայք շատ ավելի դիմացկուն են, քան տղամարդիկ, սկսած ֆիզիկական ցավից, վերջացրած շատ այլ բաներով, միջինում, էլի։ Սա չի նշանակում, որ ամեն կին, ամեն տղամարդկուն դիմացկուն է, բայց հետաքրքիր կատակ կա, չէ, որ տղամարդիկ 7-2 ջերմության վախտը սկսում են կտակ գրել, ասեմ այդ տենց չի, ժողովուրդ ջան, կարող է դու տենց չես անում, բայց ես տեսել եմ, ոչ ես, ոչ իմ ընկերները այդպեսին չենք։ Իսկ քեզ այս քո մոտեցումներով ամեն դեպքում դժվար է գտնել այն ինչ որ դու ման ես գալիս։ Նայ, գտնելու համար ինչ որ դու ման ես գալ, դու պետք է հասկանաս ինչ ես դու ուզում։ Հա։
ամենակարևոր էլեմենտներից մեկը դա հասկանալ ինչ ես դու ուզում։ Դու Բայց մենք հասկացել կարծում ես։ ենք, որ դու հասկանում ես, տենց ամեն դեպքում տենց հնչում է։ Քիչ թե շատ հասկացել եմ, բայց ասենք ասեմ 35 պլյուս տարիքում քո մոտ մի հատ ուրիշ խնդիր է գալի։ Ամեն մի անհամապատասխանությունը Այո։ դու ավելի մեծ ես սկսում դիտարկել։ Աչքդ ծակում է Նայում ես, ասում միանգամից։ ես, մի րոպե, այս աղջիկը սոցիալիզացիան լավն է, կրթությունը լավն է, ընդհանուր հետաքրքրություններ ունենք, ուզում է ընտանիքի մոդելը այնպիսին է պատկերացնում, ինչպիսին ես, օրինակ, որտեվ էդ էլ է շատ կարևոր։ Տարբեր մոդելներ կարաք պատկերացնեք ընտանիքի։ Արտակնապես դուրս գալիս է, բայց չգիտեմ 57 կիլոյա, իսկ ես 54 էի ուզում։ Ու վсё։ Այդ լուրջ ես ասում հիմա։ Դա իհարկե լուրջ եմ ասում, կոնկրետ իմ մասով չեմ ասում, այդ քաշի մասով։ Հա։ Չէ, բայց դա կարևոր է, օրինակ։ Չէ, էլի կարևոր է, բա որտեղ է այդ դեպքում քո սահմանը ու կետը հարմարվելու, ընդունելու, որ չի լինելու, չի գալու դիմացդ կանգնի սենց ասախ գալաչկաներով համապատասխանող ու ինչ որտեղ պետքա լինելու ինքդ քո հետ կոմպրոմիսի գնալ։ Այդտեղ sense մտածում ես, ասում ես, իսկ ով ասեց, որ դու այդքան իդեալական ես ու Հա, այդ ես չուզեցա այդ կողմից գամ։ Չէ, էդ էլ է։ Ես էի պատրաստվում այդ ասեի։ Կարող է ինքն էլ ուզում է, որ, չգիտեմ, ավելի բոյով լնես կամ ավելի շատ փող աշխատես կամ մազերդ չթափի եւ այլ sense էլեմենտներ լինի։ Դրա համար դու հասկանում ես, արդյոք այդ այնքան կարևոր է քո համար, որ դա կարա խնդիր լինի իրար հետ զուգահեռ ապագա կառուցելուց։ Ու ես ասեմ ձեզ, շատ մարդիկ արտաքին էլեմենտը դիմացինի կամ արտաքին առումով ֆիզիկական առումով ձգողականությունը երկրորդ պլան են գցում ու շատ հաճախ դա խնդիր է դառնում հետագա կյանքի հարաբերություններում։ Դրա համար եթե արտաքինը քեզ չի վանում, հələ մի բան է ձգում, թե արժե համակարգային, այս ամենակարևորն է, կարևոր ուղղությունների նույն ձև եք նայում, կարելի է փորձել։ Ու դոգմա չի, որ եթե փորձեցիք պետքա ստացվի, կարա նաև չստացվի։ Դա շատ էական կետ է։ Ոչ մի կատաստրոֆիկ բան դրա մեջ չկա։ Ես ասեմ ամեն ինչ հարաբերական ու փոփոխական։ Եթե մի հատ բան կա այս կյանքում, որի վրա ես 100%-անոց եմ վստահ որպես աքսիոմ, որ տենց է պետք է լինի ու ով ինձ հարցնի, կասեմ, այս խորհուրդը ձեզ այս կյանքում սրանից շեղվել չկա, դա հաստատ հարաբերությունների հետ չի կախված, դա կախված է արևապաշտպան կրեմ օգտագործելու հետ։ Օգտագործեք արևապաշտպան կրեմ։ Որտեղ սա աքսիոմ է։ Այդ դրա 100% լինելը ես զգացել եմ ին վրա, ընդ որում ժողովուրդ ջան, ամառ, ձմեռ եւ այլն, եթե սար եք բարձանում, առավել եւս կարեւոր է։ Իսկ ինչ վերաբերում է կստացվի, չի ստացվի, փորձի, ոչ մեկ չի ասել որ պետք է ստացվի։ Կստացվի, չի ստացվի, ոչ մի կատաստրոֆա չկա։ Մի հատ հարց տամ էլի ինձ, օրինակ ես գիտեմ շատ աղջիկներ, ովքեր մնում են այդ չստացված հարաբերությունների տակ, որովհետեւ իմ համար անձնապես այդ չստացվելը մի քիչ կամ ստացվելը շատ տարբեր է, որովհետև ես նաև համարում եմ ստացված այն հարաբերությունը, որը չի պսակվել ամուսնությամբ, բայց ինքը եղել է մի հիանալի ընթացքով հարաբերություն, դուք խիստ երջանիկ եք եղել։ Ամուսնություններ գիտեմ, որ իրանք չստացված հարաբերություններ են։ Մենք հեսա դրանից էլ կխոսենք, բայց այդ չստացվելը Հայաստանում միշտ ասոցիացվում է բացառապես, եթե վերջում չեն ամուսնանում մարդիկ, մինչդեռ հանկարծ ամուսնան 10 տարի ապրում բաժանվում են։ Դա մի այլ տեսակի պախարակման եւ անհասկանալի ամոթի առիթ է դառնում բոլորի համար։ Ու չնայած հիմա մի քիչ փոխվել է, բայց anyway, այդ չստացվելու կոնցեպտը կանանց մոտ չեմ ասում մենակ կանանց մոտ, հեսա հարց եմ տալու տղամարդկանց մասին, շատ ծանր են տանում ու մնում են որ վայ, մենք երկու անգամ իրար բարի գիշեր ենք ասել, ու ես չես ընդհանրապես չեմ չափազանցնում, ընդհանրապես չեմ ճոխացնում, ուռճացնում, կանայք կան, որ on-line շփվելուց հետո չեն տեսել այդ տղային, չեն ամուսնացել են մտքի մեջ, չեն շփվել հետը, չգիտեմ վրայից ինչ հոտ է գալիս, շատ կարևոր բաներ եմ հիմա ասում, ձեռքը չեմ բռնել, չգիտեմ կողո տհաճ է, բայց իրանք այդ տեքստինգի մեջ սիրահարվել են, ուղղել այդ տղան ինչպես չի գրում, ուտեղ սկսում է, որ տակը մնալ է, որ
նախ նրա անունը դրվում է հարաբերություն, չգիտես ինչի ու որ բնորոշմամբ ու սկսվում է այդտեղ իմ հարաբերությունները չեն ստացվում։ Հիմա հարց։ Այդ կանանց մասին շատ ենք խոսել, դες տղամարդիկ կան։ Ձերոնց մեջ։ Ձերոնցից մարդու ստորուն բարիկա։ Նոր, այսինքն աղջիկը շփվում է գրվելով տղայի հետ, հետո տղան կորում է, Չէ, աղջիկը գրում է, հետո դες որոշում են, որ ծուգում է, որ ես միշտ կոմունիկացնելուն գոյ եմ, որ գիտես, չգիտեմ, Ալեքս ջան։ Վապան մի մտածի, կարող խնդիրը կողմից չի, կարող է մեռել։ Ես էլ եմ միշտ տենց մտածում, բայց ամեն դեպքում ուզում հասկամ տղամարդիկ տենց բաների տակ մնալու հատկություն ունեն։ Նայած տղամարդ, նայած մարդկա ունի, մարդկա չունի։ Բայց շատ հաճախ օրինակ եթե տենց բան լիներ, իմ հետ օրինակ եթե տենց բան լիներ, իսկ փորձում հասկանայի պատճառը։ Չէ, մի րոպե, այսքան ընդհանրապես իրար չտեսած։ Հա։ Չգրում դու չգրի այքես բան։ Thank you։ Ընդհանրապես իրար չեք տեսել, նախաձեռնել ես, որ իրար տեսնեք, թե չէ։ Աղջիկը։ Չէ, տղեն։ Եթե չես նախաձեռնել, որ իրար տեսնեք, 3 ամիսա գրվում եք, դա նորմալ է, որ ինքը կորում է։ Այս հələ լավ հարց է, իսկ աղջիկների նախաձեռնողականության ինչպես եք վերաբերվում։ Ну դու էլի կոնկրետ նկատին նախաձեռնում։ Դե թեկուզ առաջին դեյթը։ Օրինակ դա առաջինը սկսել գրել, առաջինը ինչ որ կոնտակտի դուրս գալ։ Հրավիրել սուրճի, հրավիրել դեյթի։ Առաջարկություն անել հաշիվը փակել, հա։ Չէ, հələ որ այնքան ինչքանը որ թվարկեցին։ Հələ չես համաձայնել, հələ դուրս չեք եկել զուտ նախաձեռնելա։ Եկեք ինձ ասեմ, քանի որ ես շատ առաջադեմ մտածողության տեր մարդ եմ, ես դրա մեջ ոչ մի վատ բան չեմ տեսնում, եթե նախաձեռնողականությունը գալիս է կնոջից։ Բայց եթե իմ հետ չի այդ հարաբերությունները, որտեղ չմոռանանք, որ ես նաև այս հասարակության մեջ ձևավորված մարդ եմ, չէ։ Սենց ասեմ, շատ ինդիվիդուալ է, շատ։ Ինձ թվում է նաև կախված է այնպես, ոնց է դա նախաձեռնում։ Շատ ինդիվիդուալ, շատ նախաձեռնում։ Եթե ես մարդուն չեմ ճանաչում, ինքն ինչ որ սիրուն աղջիկ է, սկսում է ինձ գրել անընդհատ եւ այլն, ու քանի որ մենք գիտենք, որ գեղեցիկ աղջիկ այսօր ուշադրության պակաս չունեն, առնվազն Instagram-յան կամ Facebook-յան հարթակում, հաշվառնելով, որ սա одноклассника արտագաղթել է Facebook, հաշվառնելով, որ ուշադրության պակաս չունեն, ինձ օրինակ ես կմտածեմ ինչա ինձնից ուզում ինքը։ Եթե նախաձեռնել է, որովհետեւ ուզի նույնն ինչ որ ուզում է տղան ամենայն հավանականությամբ երբ ինքն է նախաձեռնում, այսինքն դա բացարձակ Ну, շատ տարբեր է, բայց արի սկսենք այն ամենաառաջին լեվելից շփվել։ Այսինքն կա առաջնային համակարգ, անվանենք դա այդպես։ Ունեցող պրոֆիլով աղջկան գնում ես բարև ձեզ գեղեցկուհի, մի հատ կարելի է։ Ասա Չէ, լավ է, абսուրդի թատրոն չենք մտնում, աբսոլյուտ նույնը ինչ որ ուզում է տղամարդ նախաձեռնելիս ինչ որ խոսակցություն, լրիվ նույնը ուզում է կինը։ Այսինքն կա առաջնային համակարգ, եթե ոչ մի շփման եզր չունեցող տղամարդ եւ կին կան ու կինը սկսում է ինքը գրել ու նախաձեռնել։ Այդ ո՞նց է որոշում շփման եզր կա թե չէ։ Ոս մասի вообще ծանոթ չեն, մեկը սկսում է ինչ որ բան տեղի ունենա։ Իմ համար Instagram նստում եմ, մեկը գրում է ոչ ճանաչում եմ, ոչ մի բան, ոչ գիտեմ ով է, ոչ ինքը գիտի ես ով եմ։ Հա, ուրիշ բան ինչ որտեղ առնչված լինեք կամ թեկուս Facebook-ով իրար հետ երկար ժամանակ friend լինեք, ինչ որ ընդհանուր հետաքրքրությունների ֆոն լինի։ Հա, ասենք հիմա օրինակ քո փառահեղ քաղաքական վերլուծություններից մեկն ես գցել Instagram-ի story։ Քաղաքական չեն։ Խնդրում եմ downgrade մի արա իմ խորը վերլուծությունները ու անվանելով նրանց քաղաքական, նրանք էգզիստենցիալ են։ Մեղայոսու, այ դրանք որ գրում է։ Կարդացվում վերջի։ Այս բարակայում կարդացվում է։ Այ դրանք որ գրում ես, այդ էգզիստենցիալ թոքերը։ Ու մեկը տենց կարծ գրում է, որ վայ, ես ինչ համաձայն եմ դրանց ասիսն էլ երկու անգամ էլ ես թաղեմ։ Օրինակ։ Բայց ես չեմ գրում դրանց ազիզը թաղեմ։ Օ, դե հիպոթետիկ։ Սպասի։ Եթե ասում եմ համաձայն եմ դրանց ազիզը թաղեմ, ուրեմն ինքը չի հասկացել իր գրածը։ Պատասխանում արդեն։ Իսկ եթե ինքը բովանդակային կարողանում է արձագանքի, ուրեմն մենք շփման եզր ունենք, ուրեմն առնվազն մենք ունենք այդ նվազագույն կետը, որից վրա կարող սկսենք ինչ-որ բան կառուցել։ Ահա, հիմա այդտեղից սկսում եք կառուցել։ Գրում է բովանդակային համապատասխան բան, դու կարդում ես ու հասկանում ես, որ միաբջիջ բան չի գրել, բովանդակային բան է գրել։ Ինչ որ տենց պատասխանում ես,
ինքն էլ է պատասխանում, դու ես պատասխանում, այդ օրը ավարտվում է դեր խոսակցությունը, հաջորդ օրը էլի ինչ որ կարող է դրան նման ինչ որ այդ թեմայով ինչ որ մի բան ա ուղարկում, հոդված կամ ռիլ կամ ու ձեր շփումը այդտեղից սկսվում է։ Շատ լավ է։ Ու երկու շաբաթ հետո ասում է Ալեքս կգաս կոֆե խմենք։ Եթե 2 շաբաթ մենք շփվել ենք, ես պետք է արդեն ասած լինեմ, արի գնանք կոֆե խմենք։ Հա դու կասեր ճիշտ է։ Պետք է արդեն ասած լինեմ, եթե չեմ ասե, լավ դու ես ասել գոնե, եթե ես գիտեմ որ ծանրաբեռնված է, ես պետք է ասեմ, գիտես, հիմա մի քիչ ծանրաբեռնված եմ այսքան ժամանակ, բայց ես շատ կուզենայի քեզ տեսնեի։ Ոնց ես դու դրան վերաբերում, արի օրինակ։ Բայց էս շատ լավ, այնքան համամիտ եմ ես մտքի հետ, այնքան լավ գայդ է այն բոլոր աղջիկներին, ովքեր ասում են, որ դե երևի զբաղված է, դե երևի ամաչում է, դե երևի պատրաստ չի։ Այո։ Եթե ցանկությունը կա, դա 2-3 օր հետո մաքսիմում տեղի ունենա։ Օբյեկտիվորեն մարդ կարա շատ մեծ ծանրաբեռնվածություն ունի։ Իմ մոտ տարվա մեջ պերիոդներ կան, երբ ես ինչքան էլ ուզեմ, չեմ կարող այդ մարդուն 2-3 շաբաթ տեսնեմ, որովհետև շատ տեղերից միանգամից շատ մեծ ծանրաբեռնվածություն է մի քանի տեղից իմ մոտ գալի։ Այս սպասում ազատվի գնանք լիժակշենք, այդ երևի լել է հուլիսի։ Այդ ուրիշ բանի հետ է կապված, այս ոդքասթից հետո ես քեզ կասեմ։ Լադնա։ Ինչի հետ է կապված։ Շարունակի։ Ինչ էի ասում լիժը խառնեցիր սա։ Ասում էի, որ եթե դու 2 շաբաթ հետո ինքդ այսինքն ես կարամ իրան ասեմ, որ այդ մարդը իմանա հասկանա, որ ես ուզում եմ այդ հարաբերությունը, այդ շփումը ռեալ կյանք տեղափոխել, ուղղակի օբյեկտիվ պայմաններով չեմ կարող դա անեմ։ Ու եթե ինքը հասուն չափահաս մարդ է, որ եւս աշխատում է, առվազն գիտես զբաղվածությունը ինչ բան է։ Ինքը կարա դա հասկանա։ Հիմա ուրիշ հարց, օրինակ իմ համար մարտահրավերներից մեկը որն է։ Շատ հաճախ տարիքային այն կանայք տարիքային այն աղջիկները ում հետ կարաս ինչ որ հարաբերություն սկսես, իրանք կամ արդեն դասավորված, ամուսնացած են, կամ շատերի դեպքում կարիերան ավելի առաջնային է եղել, կամ ինչ որ բաներ ընդհանուր չի բռնում։ Շատ լավ աղջիկներ են, բայց ընդհանուր շփման եզրերը այդքան շատ չեն։ Եթե գնում ես մի քիչ ավելի հետ, գալիս ես դու տեսնում ես, որ դու գիտեք, որ 2006 թիվ ծնվածները այս տարի 20 տարեկան են, իսկ 2008-ը չափահաս է։ Սուս Ալեքս, ես այն օրն եմ այդ գիտակցել ու շատ վատ եմ եղել։ Ես որ ուզում եմ շոկի ենթարկեմ ուսանողներիս, ասում եմ, իմ ծննդականի մեջ գրված է ծննդյան վայր Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետություն, իրանց համար մոտավորապես ֆրազան հնչում է որ դու 55 տարեկան ես, չէ։ Չէ, во время смуты я примкнул к Ярополку։ Չէ, հիմա նայ, տարիքային տարբերությունը իհարկե ռուսը խոսք ունի «Любви все возрасты покорны», հայերեն ոնց դրա էկվիվալենտը չգիտեմ կա թե չէ, բայց մի հատ նենց աշխարհընկալման, աշխարհայացքի տենց անդունդ կա 90-ականների առաջի կեսում ծնվածի ու 2000-ականների կեսերում ծնված մարդկանց մեջ, որովհետև առնվազն իրանց համար իրանք ծնվել են Facebook-ը արդեն եղել է, հասկանում եք։ Ես որ Facebook-ում գրանցվել էի, առաջի 3 տարին Հայաստանում իմ ծանոթներից ոչ մեկ Facebook-ում չկար։ Մենք ավելի հին ենք, քան Google-ը։ Մենք ոչ շատ բանից ավելի հին ենք դրա համար։ Մենք ավելի հին ենք, քան Google-ը։ Չբարձրաձայնենք դրա մասին։ Այո։ Թող մտածեն մենք ավելի թազա ենք։ Հիմա ես չգիտեմ, օրինակ, ենթադրենք ես սկսեցի հանդիպել 20-22 տարեկան օրիորդի հետ, ով զարգացած է եւ այլն, լավ սոցիալիզացիան, լավ ընտանիքից ամեն ինչ։ Նախ հավանականը, որ իր ծնողները տարիքային ավելի մոտելն են ինձ, քան իրան։ Այդ մեկ, քան ես իրան, էլի ոչ իր ծնողները։ Հասկացանք։ Երկրորդը իմ ընկերների մեծ մասը արդեն ամուսնացած, որտեղ ամենաերիտասարդների մոտ էլ մեկը ծննդյան թիվը 1-ով է սկսում։ Ու ես չգիտեմ, ինչ շփման եզրեր պետք է Իսկ ինչ է դեպքում այդ 20-ը դիտարկում, ոչ թե ավելի մոտ քո տարիքին։ Չեմ դիտարկում հենց այդ, այսինքն դժվար է, այսինքն եթե ես դաժե գտնեմ, այնտեղ այնքան մշակութային գեփեր կլինեն։
Իսկ իմ տարիքային մոտ ես ասացի, շատերը կամ դասավորված են, կամ օրինակ կարիերան առաջնային է, իմ համար օրինակ օքեյ չի, որ կնոջս համար կարիերան ավելի առաջնային լինի, քան ընտանիքը։ Դա չի նշանակում, որ ինքը կարիերան պետք է թողի ու գա տունը նստի։ Ոչ, իմ համար նաև ընդունելի չի, եթե ինքը չաշխատի։ Դե ինքը սաղուրը եթե տունը նստած լինի, մենք այնքան կհերվանանք իրար հետ, ճահճացում է գնում, էլի։ Իմ համար կարևոր է, որ ինքը աշխատի, բայց ընտանիքի կոնցեպտը իր համար առաջնային պետք է լինի, որտեղ ինչպես ասեցինք, այդ օջախը պահողը կինն է։ Եթե կինն էլ տղամարդն էլ նույն ֆունկցիան են ընտանիքում կատարում, թող գնան մարդը մի հատ իրանց համար կին գտնեն, բերեն 4-ով ապրեն։ Այդ ընտանիքի կոնցեպտի հետ կապված քո թույլտվությամբ նշենք, որ դու փորձ ունեցել ես ընտանեկան կյանքի։ Այո։ Ամուսնալուծված է Ալեքսանդրը։ Այո։ Դրանից հետո փոխվել է պատկերացումը։ Շատ դոգմաներ են ջարդվել, շատ տաբուներ են ջարդվել, մինչև այդ հարաբերությունը ես ունեի ահռելի քանակի տաբուներ։ Կարող ենք նշել քանի տարեկան ես ամուսնացել։ Այո, ես ամուսնացել եմ բավականին հասուն տարիքում, 31 տարեկան էի համարյա։ 33 շաբաթից 31 տարա։ 31 տարեկան էի, այդ ամուսնությունը տևել է տարու կես, դաժե մի քիչ, որ ամբողջ հարաբերությունն իրար հետ երևի շուրջ 4 տարի է տևել։ Այստեղ հարցը ինչու՞մն էր։ Փոխվել է արդյոք պատկերացումը ընտանեկան կյանքի մասին։ Այո, շատ բաներ, որ ես տաբու էի համարում, շատ կարծրատիպեր ջարդվել են, ու ես ձեզ ասեմ, կարծրատիպեր մի ունեցեք, որտեղ ինչքան ամուր ու պինդ են ձեր կարծրատիպերը, այդքան ուժեղ է կյանքը ջարդելու իրանց ձեր գլխին։ Շատ համոզում եմ։ Ստարանք պես ենք մեռնենք։ Իսկ կոտրել է ցանկությունը էլի նորից ընտանիք կառուցելու, որովհետև շատ շատերը հատկապես տղամարդիկ ժամանակ ամեն ինչ կոտրված էր, հա։ Սենց ասեմ, երբ ես ասում եմ, որ Եսենին եմ սիրում, շատերը մտածում են, որ նկատի ունեմ իր լիրիկան, սիրո մասին, երկրի մասին, հայրենիքի մասին, այդ հաճելի է, բայց կոնկրետ այդ պերիոդում իմ ամուսնալուծությունից հետո տևական ժամանակ իմ համար Եսենը սենց ասած փարոս էր անկումնային վարքագծի ու դեկադանս կոչվածի, ու հենց այդ պերիոդում իմ կյանքում հայտնվեցին մարդիկ և երևույթներ, որոնք իմ հետ կյանքում առնչություն չէին կարող ունենային, ու ես ձեզ ասեմ կարճաժամկետ մի քանի սխալը, որտեղ դու ինքդ քո էության դեմ ես գնում, շատ երկար դու հետո դրա տակից դուրս ես գալի։ Այդ դրանից հետո, այդ սենց ասած պոստ ամուսնալուծության այդ իմ թուլությունը ու անկումնային վիճակը այնքան երկար տևեց, որ ու արտահայտվեց իմ կյանքի բոլոր ոլորտներում, սկսած իմ հոգեբանական վիճակից, սկսած իմ վարքագծից, վերջացրած իմ գործերով ու ֆինանսական վիճակով ամեն ինչին խփեց, ու չնայած ես շատ արագ ինձ հավաքեցին նվազագույն բաներից, բայց մնացորդները շատ երկար ժամանակ հլը հետևում էին ինձ, ու ես վստահ չեմ, որ լրիվ հիմա անցել է դրա ամբողջ հետևանքները, բայց դրական նկար բոլոր տաբուներն ու կարծրատիպերը ջարդվեց, ու հիմա էլ չունեմ տաբուներ ու կարծրատիպեր, ենթադրում եմ։ Իսկ ի նկատի ունեմ դու դրանից հետո եկել ես եզրակացության, որ այդ իմ համար չի, ինձ էլ պետք չի, ուրիշ ցանկացած մոդելով կարող են լինել հարաբերությունները։ Որոշ ժամանակ հա, որովհետև ինչքան էլ լավ կամ վատ բաժանվեք, երկարատև հարաբերությունը ինքը շատ ուժեղ հետևանք է ունենում, ու սենց ասեմ, ֆանտոմային ցավեր են շարունակվում, որոշ ժամանակ ինքը ունենում է իր հետևանքները, դու չես ուզում ոչ մի բան, դու միգուցե ուզենաս անկանոն ինչ-որ հարաբերություններ, միգուցե դու ուզենաս, չգիտեմ, նոր բաներ փորձել, չգիտեմ, եթե կյանքում չես խմել, ինչ-որ գնաս սկսես փորձես, քեզ հարբեցողությանը տաս, շատ բաներ կա, էլի, կոպիտ ասած, շատ բաներ կա, որոնցով դու կարաս այդ ցավդ բթացնես, բայց ի վերջո դու պետք է դրանից անցնես ու այդ բթացումը չի լավացնում,
Ինքը անգամ սիմպտոմները չի վերացնում, ուղղակի դու ես բթության մեջ ընկնում, չես զգում սիմպտոմները, բայց ինչքան երկար դա անես, այդքան երկար ես դրա տակից դուրս գալու։ Անկախներից ինչն է բթացման պատճառը, միշտ ավելի լավ է բթանալ եւ ընկճվել եւ կազմաքանդվել, ինչ որ օթանավակայանի, ինչ որ բիզնես լոունջում եւ ճամփորդելով անցնել այդ process-ը, որի հարցում շատ կարեւոր է ունենալ հուսալի ճամփորդական գործընկեր, իդեմս travel card-ի Evoca-ի Mastercard Travel Card-ի օգնությամբ դուք ունեք այդ business launch-ի հասանելիությունը, եթե նույնիսկ պատրաստվում եք կազմաքանդվել, այնտեղ կազմաքանդվելը ավելի հեշտ է։ Բացի դրանից fast track-էր, բացի դրանից cashback-էր, բացի դրանից ճամփորդական ապահովագրություն ու շատ benefit-ներ, որոնք ցանկացած անկումային վիճակում մի փոքր տրամադրություն են բարձրացնում, եթե անկումային վիճակում չեք, փառահեղ բանա ունենալ travel card, վերջերս եմ ճամփորդել, այն որ դուք այդ միանգամից 6 ռեյս իջած passport control-ում չեք անցնում, fast track-ով արագ անցնում, մենակ այդ ամեն ճարժի travel card-ը կարող եք պատվիրել online, հղումը կթողենք նկարագրության մեջ, մտեք եւ ծանոթացեք մանրամասներին, բայց դու կարող ես բթացման հետ կապված այլ կարծիք ունենալ։ Դե քանի Evoca-ից ենք խոսում, ասեմ, որ իրենք մի հատ ուրիշ շատ լավ քարտ ունեն, որը ես էի օգտագործում, դա Visa Infinite-ներ ու այդ համաձայն եմ business lounge-երում շատ ավելի լավ է, քան չգիտեմ, երկաթից նստարանների վրա։ Օրինակ։ Այո, բայց մի հատ գաղտնիք բացեմ։ Երկաթից նստարանների վրա, թե Մադրիդի аэропортում, եթե դու բթանում ես, դու մեկը բթության մեջ ես։ Իսկ բթությունը ինքը մեկը քեզ հետ է տանում, ինչքան ուշ հետ կանգնես դրանից, այդքան ուշ ես դու ապակինվելու։ Ճապոնացիք մի հատ ասենց ասացվածք ունեն, ասում են, եթե դու սխալ գնաց քեզ նստել, ինչքան ուշ դուրս գաս, այդքան ավելի երկար ու բարդ ալնելու վերադարձ հետ ճանապարհդ, ու խոսքը ընդհանրապես գնացքների մասին չի։ Obviously. Իսկ դու ինչքան ժամանակ հետո զգացիր, որ այդ կազմաքանդման process-ը թողում է, եթե անգամ չի ավարտվում, բայց թողում է։ Այսինքն ասեմ, կախված է նրանից, թե դու ոնց ես անում։ Նենց է ստացվում, եթե քո կյանքում հայտնվում են մարդիկ, ովքեր քեզ օգնում են այդ կազմաքանդման process-ից դուրս գալ, դա մի բան է։ Եթե հայտնվում են մարդիկ, որ նպաստում են այդ կազմաքանդման process-ին, դա ուրիշ բան է։ Ու եթե երկուսն է հայտնվում են, իսկ դու այդ կազմաքանդման process-ի մեջ ես, այդ դառնում է քո comfort zone-ան, եկեք հասկանանք, որ comfort zone-ան դա միշտ չի հաճելի, դա շատ հաճախ շատ տհաճ զոնա է։ 8 տարի է այդ ենք ասում։ Շատ տհաճ զոնա է, որին դու հարմարվել ես։ Այո։ Ինձ սենց ասեմ, որ նորից ես ինձ զգամ, սենց ասած այդ ներքին էությունս էլ զգամ շուրջ 2 տարի պահանջվեց։ Ամենակարևոր, ամենակործանար էլեմենտներից մեկը հարաբերության շփման ժամանակ դա անորոշությունն է։ Միանշանակ։ Ու ընդ որում անորոշությունը ավելի շատ լինում է սկզբնական փուլում, ինչը դա նորմալ է։ Դու չգիտեք լեն որ իրար տենց հոտոտում եք, ճանաչում եք։ Նայում եք ընդհանուր շփման եզրեր եւ այլն, կարող է ընդհանուր հոբիներ ունեք, կարող է ընդհանուր հոբիներ չունեք, բայց դիմացինն այնց հոբի ունի, որ ձեր համար ընդհանրապես անընդունելի է, կամ ձեր ինչ որ հոբին դիմացինը ընդհանրապես չի ընդունում։ Ճանաչողության փուլում այդ անորոշությունը հաղթահարվում է իրար հետ խոսելով, հասկանալով իրար, բայց այդ անորոշությունը հետո էլ կարա գա ու այն 2 շաբաթա խոսում եք, եթե դու քայլ չես արել, հրավիրես կամ ակնարկես, որ դու ֆիզիկական հանդիպում ես ուզում այդ մարդու հետ ռեալ կյանքում այդ էկրաններից այն կողմ, որ ճանաչես, որտեվ էկրաններից մի կողմ ու իրական կյանքում եք տարբեր մարդիկ ենք, ինչքան ուզենք։ Հիմա կարող է ես ասում եմ, ես այս բաներն եմ սիրում, ինքը արագ ChatGPT-ով նայում է, ինքն է այդ ոճի մեջ պատասխանում է։ Կարա չէ լինի։ Այսօր դա շատ հեշտացել է։ Ես sense բաները գիտեմ, որտեվ ուսանողներս շատ ավելի երիտասարդ են, քան ես։ Ես դաժե ծննդյան թիվը 2-ով է սկսում։ 2-ով է սկսում, ծննդյան թիվը իրենց 2-ով էր սկսում 6 տարի առաջ։ Բանը ես տրենդեր գիտեմ, այդ 6-7 տրենդ կա, գիտեք։ Իսկ ես գիտեմ։ Հետո կպատմեմ ես։ Պատմելու բան չկա։ Լավ։ Այդ որոշակիությունը շատ կարևոր է, որ ակնկալիքները հասկանալ։ Այդ շատ կարևոր է։
Իսկ հիմա դու քո համար ունես ձևակերպում, որ օրինակ ես իմ կյանքում ունեմ կարիք հարաբերություններ, այսինքն այդ տեղը բաց է իմ համար։ Ցանկացած մարդ ունի հարաբերությունների կարիք, ցանկացած մարդ, ով որ ասում է, որ դրա կարիքը չունի կամ դա չի գիտակցում, այսինքն լբթության էլեմենտի մեջ է, նո որոշակի տարիքից հետո էլի իհարկե, կամ խորը ապաթիայի մեջ է կամ հիասթափության, ինչը էլի բթության կամ տգիտության դրսևորում է, ասենց ասենք, շատ հաճախ։ Ու վաղ թե ուշ այդ գիտակցությունը գալու է, մենակ չմնալու։ Գիտեք, շատ են չէ՞ լինում են հոպարներ, հորքուրներ, քեռներ, որ իրանց ընտանիքը չունեն, բայց սաղ աղբեր գերդաստան երեխեքը իրանց սիրում են, որտեղ իրանք այդ երեխեքին են սիրում։ Միգուցե տենց են բացը լրացնում, բայց ի վերջո երբ որ դու գալիս ես իրիկունը տուն դուրդ բացում ես ու ինքը մութ է ու մենակ ես, այդ էմոցիան մեկա կա, ինչքան է քողարկես։ Ես թվում է ցանկացած մարդ այդ հարաբերության կարիքը վաղ թե ուշ զգում է։ Իսկ ինչ կարծիք ես, այդ ամուսնական կյանքի փորձից հետո ավելի հեշտ է դառնում հետո նորից փորձելը, թե բարդանում է ընդհակառակը։ Ոչ հեշտանում է, ոչ բարդանում է, նայած ոնց դրանից հետո դուրս կգաս, որտեղ սա լրիվ նոր հարաբերությունն է, լրիվ նոր մարդ է ու կոպիտ ասած, եթե ասում ես նույն սխալները չկրկնեմ ինչ որ այնտեղ, կարող է այստեղ ինքը լրիվ ուրիշ մարդ է ու լրիվ նոր սխալներ կան այդ անելու։ սխալները կրկնելու հանգամանք կամ չկրկնելու հանգամանքները չլինեն ընդհանրապես։ Դրա համար պետք է զուտ լինես բաց ու չունենաս որոշակի ինչ որ տաբուներ ու դոգմաներ։ Իսկ եթե ունես, ամենասկզբից դրանք ասես, որտեվ օրինակ դու կարող ես քո համար ինչ որ X բանը կա, որ ընդունելի չի։ Չգիտեմ, կարող է քո համար ընդունելի չի, որ այդ մարդը ծխում է կամ ինչ որ ժամանակ ծխել է, ասենց շատ կենցաղային օրինակ բերեմ։ Ու դուք արդեն հարաբերության մեջ եք երկար ժամանակվան, մեկին ասում եք, գիտես, ես դպրոցական կամ համալսարանական տարիներին 2-3 տարի ծխել եմ։ Ու կարող է քո համար այդ նենց բանա, որ դու այնքան խորն եք, որ դու չես ուզում այդ հարաբերությունները քանդես, բայց մեկը չես կարող դրա վրայով անցնես։ Այդտեղ արդեն հարաբերություն չի մնում։ Դրա համար այդ թափանցիկությունը ու բաց խոսելը շատ կարևոր է իրար հետ։ Եվ իմ վերջին հարցը, չգիտեմ Հայկան էլի հարց ունի թե չէ, քո այն հաստատ չէերը աղջիկներին ընտրելիս կոպիտ ասած հարաբերությունների համար։ Top 3 երկար հարաբերությունների, էլի, ոչ թե ինչ որ երբ որ պատրաստ ես մի քանի ժամով աչք փակես, այ երկար հարաբերությունների։ Նու երևի արտաքինի մասն էլ հանենք, որտեվ դե հիմա այդ ճաշակային բանա, այդ թողեցինք մի կողմ։ Սոցիալիզացիան պետք է նման լինի։ Նույնը չի կարող լինի, բայց նման սոցիալիզացիա պետք է լինի։ Արժե բացես ինչի նկատի ունես դրա տակ։ Մի քիչ այնքան դժվար է դա բառերով ասել, դա ավելի շատ զգում ես դիմացինից, որովհետև անգամ շատ իդենտիկ ընտանիքներից դուրս եկած մարդիկ շատ հաճախ տարբեր սոցիալիզացիա են ունենում, կախված շրջապատից եւ այլն եւ այլն։ Ոչ, կախված խառնվածքից նաեւ։ Մենակ սոցիալիզացիան խառնվածքի հետ այդքան է կապ չունի, էլի։ Սոցիալիզացիան մի քիչ արտաքին հանգամանքներ են դրսևորում, այստեղ խառնվածքդ արդեն կախված է նրանից, թե ոնց ես դու այդ սոցիալիզացիային ռեակցիա տալի։ Բայց արժե համակարգային նմանություն ընտանիքի կոնցեպտի կամ գաղափարի ընդհանուր եզրեր առնվազն հիմնակարային պետք է լինեն։ Եթե դա տենց չի, դա անկում է ապրելու։ Էլի բան կա մի բան, որ տես չէի ուզենա բարձրաձայնեի, դա կախված է շատ ուժեղ իմ այս հասարակության մեջ ապրած ու ձևավորված լինելու հետ, ինչքան ես այլ երկրներում ապրել սովորել եմ, բաներ կան, որ չեն անցել, չեն փոփոխվել։ Անկեղծ ինձ շատ դժվար կլինի հարաբերություն ստեղծել մի մարդու հետ, ով օրինակ իմ նեղ կրուգից, իմ ընկերական կրուգից ինչ որ մեկի հետ տևական երկարաժամկետ հարաբերություն է ունեցել։ Չեմ ասում, որ չի լինի տաբու է, բայց շատ դժվար կլինի, որովհետև ի վերջո մենք պետք է հանդիպենք իրար հետ ու ինչ ուզում ես արա, այստեղ միտեղ գիտակցության ըտեն հետևի մասում, ենթագիտակցության մեջ մեկը ինչ որ էլեմենտը լինելու է։ Իսկ
Ստատուսի տարբերությունը։ Ստատուսի տարբերությունը որն է։ Ֆինանսական կամ շատ դեպի, եթե Իրանը ավելի բարձր է, կամ պաշտոնայի տարբերությունը։ Քանի որ ես պաշտոն չունեմ, այդ խնդիր չի։ Ես գտնում եմ, որ մարդու վիճակը իր կարգավիճակով պետք է պայմանավորված չլինի։ Դա առաջինը։ Իսկ ֆինանսական էլեմենտը այստեղ, իսկն ինքն ինձնից շատ փող է աշխատում, զգալի։ Հա, զգալի։ Ասենց ասեմ, ես չեմ գտնում, որ կա տղամարդ, ով դրանից չի նեղվի։ Բայց դա ինքնին հիմք չի հարաբերություն չսկսելու, բայց դա պետք է հավելյալ մոտիվացիա քեզ ծառայի, որ դու գաս անցնես։ Որովհետև եթե ինքը քեզնից շատ փող է աշխատում, այսինքն կոպիտ ասած ընդհանուր տունը պահելու գումարի մեծ մասը ինքն է բերում, վաղամիսօր երեխեքի շոուերի ուտելիքի փողի մեծ մասը ինքն է դնում, մեծ մասը եթե ինքն է անում, բայց դու ինչ ես բերում այդ հարաբերություն նվազագույն կենցաղային էլեմենտով։ Բայց հա, ես չեմ կարող ասեմ, որ իմ համար դա խնդրահարույց չի, բայց հարաբերությունները այտենց քրթով կտրելու պատճառ չի։ Ինչն է այդ քրթով կտրելու պատճառը, ինչը չես ների կամ չես հանդուրժի։ Դավաճանությունը։ Ոչ մի պարագայում, ոչ մի դրսևորում։ Որն է դավաճանությունը քո համար։ Ասենց ասեմ, դավաճանությունը ինքը սկսում է շատ ավելի շուտ, քան ինչ-որ հարաբերություն կամ Միանշանակ։ Դավաճանությունը ինքը շատ լայն հասկացություն է։ Դրա համար հարցրեցի քո համար որն է դավաճանությունը։ Շատ լայն հասկացություն է։ Դավաճանությունը այսօր ընկալվում է իրար հետ քնելը, բայց իմ ու օրինակ կնոջս կամ կողակցիս կողմից իմ ու իր նեղ անձնականը մենակ մեր երկուսին ինչ որ երրորդ մարդու ասելը դա դավաճանության դրսևորում է։ Չէ, կան մարդիկ, ում դա կարա լինի, բայց կան բաներ, որ մենակ մեր երկուսի մեջ պետք է լինի։ Թերևս։ Ու դե ասեցի, եթե ընտանիքը ավելի շատ երկրորդ պլանում լինի, քան կարիերան կամ ուրիշ բաներ ավելի առաջնային լինեն։ Ինչ ասեմ, չդավաճանեք կյանքում Ալեքսին, մնացածներ ձեռի հետ, ոնց Ճիշտ ասած ոչ մեկին արժի չդավաճանել։ Ալ մասնավորապես Ալեքսին պետք չի։ Մեկ էլ շատ կարևոր է սիրել Տոմիկին, Տոմիկը Ալեքսի կատունը, մենք կարանք Տոմիկի նկար ուղարկենք դնենք էպիզոդի վրա, էլի։ Իհարկե կարամ, շատ ունեմ Տոմիկի նկարներ։ I will destroy cities for you, Alex նկատի հետ։ Anyway, Alex, անչափ շնորհակալություն, չգիտեմ ինչքան ժամանակ մենք զրուցում ենք արդեն, ժամանակ չէի բանանում, պահում։ Շատ բովանդակալից էր, վստահ եմ կլինեն շատ սիրողներ է զրույց ու շատ չսիրողներ է զրույցը, բայց կներես ազնական հարցերի համար։ Նորեն համեցեք։ Դե Հայկան ասես տենց այդ հարցերը ինձ տալիս։ Դե չենք ձայնագրել համայն հայության համար իմ դեպքում։ Այո։ Տենց, ապրես շատ, շնորհակալություն։ Հուսով ենք դու կգտնես, եթե փնտրում ես այդ քո բոլոր չափանիշներին ու չափորոշիչներին համապատասխանող ազնվական էակը։ Ինձ թվում է մինչև այս ոդքասթը դուրս գա կարող է գտածեմ։ Շատ լավ։ Հրաշալի կլինի։ Ընդհանրապես 2 շաբաթ, չէ, 3 շաբաթից է տեղի ունենալու, բայց լավ։ Anyway, ձեզ էլ շատ շնորհակալություն որ լսեցիք ու այլ կարծիքներ միշտ պատրաստ ենք լսել կոնստրուկտիվ դաշտում առանց ավելորդ պաթոսի, որովհետև ինչպես մի օր ասեցի իմ լավ ընկերներից մեկը Սյուն, եթե յուրաքանչյուր հայ յուրաքանչյուր պաթոսախառն արտահայտության համար $1 վճարեին, մեր երկրի արտաքին վարտքը 3 անգամ փակած կլինեինք արդեն, հենց որ առանց պաթոսի կոնստրուկտիվ ցանկացած բան կարող եք գրել, մնացածն էլ պատրաստ եղեք համապատասխան արձագանքի։ Շատ շնորհակալություն բոլորին, շնորհակալություն Էվոկա բանկին, որովհետև եթե չլիներ Էվոկան, ամենայն հավանականությամբ չէր լինի նաև մեր 4-րդ եթերաշրջանը, քանի որ մենք կամոկած էինք եւ Էվոկայի ներկայությունը մեզ այդպես քաջալերեց եւ գոտեպնդեց, որպեսզի սկսենք 4-րդ եթերաշրջանը։ Իսկ դուք մի վարանեք, ճամփորդեք, որովհետև հավատացնում եմ ճամփորդելուց հետո եթե ճիշտ եք իհարկե ճամփորդում ու հասկանում եք ինչի համար եք ճամփորդում, փոխվում է աշխարհայացք, որը փոխում է կյանք, որը փոխում է կենսակերպ, որը փոխում է որակ։ Դե խոսելով որակից ճամփորդեք Էվոկայի Mastercard Travel Card-ով
որը կարող եք պատվիրել առցանց, հղումը կգտնեք նկարագրության մեջ, բազում առավելություններ է տալիս, բայց իմ ամենասիրելի առավելությունը այդ business lounge-ում հանգիստ նստել սուրճ խմել նախքան թռիչքը, տարեկան 6 անգամ եւ կլինեք հարազատների հետ, ընկերների հետ, թե մենակ ու fast track-ը, դեռ չեմ ասում ճամփորդական ապահովագրություն ու այդտենց լիքը պլյուշկաներ կարդացեք մանրամասները նկարագրում։ Մեզ էլ ինչ տակ, այսքան խոսալուց հետո, եթե գոնե չեք բաժանորդագրվում, չգիտեմ։ Չէ։ Շնորհակալություն բոլորիդ, ասելիք ունես։ Այսօր այսքանը։ Bye։